Գնում եմ մի շատ լավ անուշ աղբոր, ատոմ աղբորը, նվեր տանք։ Ես ողջունում եմ բոլորիդ, բարով եք հավաքվել։ Ինչ, իհարկե, մեքենա։ Զրոյոտ, 2107 մագնիշի ջահել սերնդի սիրած գեղեցիկ մեքենան։ Հորեղբոր հուսիկի կողմից նվիրելու ենք մեր ատոմ եղբորը։ Դերտամեք 07-ն է գալի։ Ով ավարտել է վերջի զանգին եւ պատմությունը հետեւյալն է։ Լիքը լավ նոր էմոցիաներ։ Ասել ես երազանք ունեմ, անես մի հատ 07 եմ ուզում։ Հոպարն էլ ասել է, ուզում ես բարեկամս, ունենաս։ Տանենք նվիրենք այդ գեղեցիկ հրղեն Սերեբրիստի 07-ը իր տիրոջը։ Ձեզ էլ բարձր տրամադրություն։ Սա մի հաշք է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, Իմ հայոց բարեկամներ, շատ եմ սիրում ու հարգում ձեզ եւ այսօր իմ հարգանքն ու ուրախությունը մեկ ուրիշ կարգի ավել է եւ ցնծագին տրամադրություն ունեմ, քանի որ գնում եմ մի շատ լավ անուշ աղբոր, ատոմ աղբորը, նվեր տանք։ Ինչ, իհարկե, մեքենա, ոչ թե չարփինջ, մեքենա 07, 2107 մագնիշի ջահել սերնդի սիրած գեղեցիկ մեքենան, հորեղբոր հուսիկի կողմից, ով ուղարկել է Ռուսաստանից այս մեքենան, երկար պատմություն է առաջացել մեքենան ուղարկելու ժամանակ, իրականում մեր հուսիկ մեծ աղբերը գնել է երկուսը, մեկը հասել է այդ Ռուսաստան կաչ է, տարանքային են ապուշ տեղերը, որ բռնում տուգանում են, տանում են պլաշատ կա, այդտենց հիմարիկները գողացել տարել են ավտոն, չի կարողացել դա հասնի տեղ, հիմա երկրորդ 07-ն է եկել ու մենք մեծ սիրով այդ 07-ը նվիրելու ենք մեր ատոմ եղբորը, ով ավարտել է վերջի զանգին եւ պատմությունը հետեւյալն է, որ եղբայրը անցած տարի եկել է Հայաստան, ատոմը ասել ես երազանք ունեմ, անես մի հատ 07 եմ ուզում, հոպարն էլ ասել է, ուզում ես բարեկամս, կունենաս։ Իմ նման էլի, ես ոնց եմ ասում բռաբուս եմ ուզում ու մի օր կունենամ հաստատ։ Նվեր կտանք առնեմ չգիտեմ, բայց կունենամ։ Մի խոսքով անցնում է 1 տարի, ատոմը իր ավարտական հանդեսի ժամանակ սպիտակ վերնաշապիկով կանգնած այդ սպիտակ առիթին հոգու խորքում սպասելուց է եղել, որ ուր որ է 07-ը հասնելու է տեղ, բայց այդպես էլ չի հասել։ Այ քեզ բան։ Վայ։ Չի հասել։ Իսկ դու թե ինչու չի հասել, ասեցի։ Ի վերջո եղբայրը 07-ը արդեն հասցրել է վերին գետաշեն, չէ, ներքին գետաշեն, հիմա այնտեղ մի գեղեցիկ գարաժում կայանված է եւ սպասում է, որ մենք գնանք ու տանենք նվիրենք այդ գեղեցիկ հրղեն Սերեբրիստի 07-ը իր տիրոջը։ Պատկերացնում եմ ինձ նվեր տային իմ ավարտելու ժամանակ ինչքան կուրախանայի։ Ատոմ, հələ փորձարա շատ չես ուրախացել։ Ես պետք է արդյունքներ տեսնեմ։ Ես իմ արդյունքները կեթար աչքերից, որ ինձ տեսնվեր տային։ Հիմա եթե ատոմի աչքերից ես արդյունք չեմ տեսել, ուրեմն մեր արած անարդյունք է։ Իսկ եթե անարդյունք է, նշանակում է ատոմի աչքերից արդյունք չի եկել։ Ընդհանուր առմամբ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Ահա, ընկանք խոսակցությունով ասան Գեղովիտ ողջունում եմ ձեզ։ Հələ տենակ տունը ուր են հասցրել։ Ստե տուն ունենք սարքելու։ Մենք ամեն անգամ ֆիքսում ենք տան գործողությունները, հա, պատալոկ են թափել, ապալովկան կապել, պատալոկը տոշնիա սաղ, մնում է, որ մնացած գործողություններն անեն։ Դες ինչ գեղեցիկ արտիկի վարդագույն տուֆով կառուցված օջախ էր։ Գնացինք առաջ։ Ընկերներ, այսօր մեր Արամ եղբոր խնդրանքով մտնելու ենք Մարտունի քաղաքի քաղաքամիջյան ճանապարհով անցնենք, այնպես որ մնացեք մեզ հետ Մարտունու քաղաքամիջյան ճանապարհն եք տեսնելու մինչ 07-ի նվերը։ Մեգա անակնկալ, ես հենց այսպես կանվանեմ, որովհետև սա ուղղակի չհանդիպող երևույթ է, շատ քիչ է հանդիպում, իսկ այսօր դա հանդիպել է ոչ միայն ատոմին, այլ նաև մեզ։ Մենք էլ մեծ ուրախությամբ դա նվիրելու ենք, ես էլ ատոմի չափ ուրախանալու եմ, ոչինչ որ ես 07-ը չեմ քշի։ Զաթո նվերը ես կտամ։ Վարդանի հետ գնացինք։ Ընկերներ, հիմա մենք սլանում ենք Մարտունի քաղաքի
գեղեցիկ ճանապարհով, որը զինված է պարկածարգելապատնեշներով, այսինքն այստեղ եթե դուք 60-ից ավել քշեք, մեքենային վնաս կտակ։ Նորմալ վնաս կտակ ու կջարդեք, այնպես որ այստեղով անցնելուց ուղղակի դանդաղ քշեք ու վայելեք Մարտունի քաղաքի ճարտարապետական լուծումները, աշխատասեր մարդկանց առօրյան եւ իհարկե այս թրամփները։ Մարտունին թրամփներով հարուստ է։ Հիմա մեզ խանութապետ որ գմպիկ վերցենք ու շամպայն։ Առանց շամպայն 07-ը դա նման է առանց զատիկ, չէ, առանց ձվի զատիկ, առանց լուկ ящիկի նման է ալնում, էլի այդ, որը տենց ես անում։ Դրա համար շամպայն խլապուշկա, գնում ենք ավտոն հանում ենք օֆիսից, գարաժից ու գնանք ատոմին ուրախացնենք։ Ատոմային պայթյուն է լինելու ներքին գետաշենում։ Իսկ այս ճանապարհատվածը մենք նկարում ենք հատուկ այն մարտունեցիների համար, ովքեր վաղուց Մարտունում չեն եղել եւ կարոտած կլինեն։ Տեսեք, գեղեցիկ կոկիկ փողոց, սա նոր են սարքել, մի 2 տարի կլինի։ Եվ իհարկե տները գեղեցիկ, կոկիկ, լացող ուռենին։ Եվ քիչ-քիչ հասնում ենք արդեն բնակ շենքերին, 4 հարկանի կամ 5 հարկանի։ Այս ոնց որ 4 հարկա։ 4 հարկա ոնց որ Վարդան, կամ 2-ից էլ կա։ Արամ աղբերը ասում է, միշտ գնում եք Սևանի ճանապարհին եք մոտենում մի անգամից, այստեղով չեք գալիս։ Դե պատճառ կա, պատճառը այս պարկած գաբիոններն են, որ անընդհատ պիտի վրայով անցնես, ներվայնանաս։ Դրա համար այստեղով չեմ գալիս, Արամ եղբայր, բայց քո խնդրանքով ու ցուցմամբ անպայման այստեղով պետք է անցնեի, որ դու տեսնես քո ուզած Մարտունին։ 4 հարկա Վարդան, 4 հարկանի շենքեր եմ սիրում։ 5-ա, 1, 2, 3, 4, 5, 5 հարկանի է, լավ, 5 էլի, ես ինչ ասի, ես կաղա ասիմ 4, 5 եմ ասում է, 5 հարկանի, ասում է 5 կամ 4, տոգում 5-ա, ահա, ասանք այնտեղ որտեղ որ պետք է հասնենք, բայց Վարդան ինձ թվում է, կարկատաններ են գնում Մարտունի քաղաքի փողոցներում, կարկատանի սեզոնն է սկսել, կա ֆրան գնանք խանութից վերցնենք լիձերից, գնացինք։ Ուրեմն մենք հիմա Մարտունու լիդերում ենք, ուտում ենք ամենալիդեր լամաջոն, արփինեի թխած լամաջոն, արփինեի թխած լամաջոյի հոտը ոնց է, հալը տվեք հոտ քաշեմ։ Որա հա, մանես լավ հոտ, լարի Վարդան, արի, ես ինչ-որ եկել են մարդիկ, կերել են ասեն եսի Հայաստանի ամենալավ լամաջոնն է, ես որ իմացեք, ամենալավ լամաջոն լիդերում է։ Հիմա ընկերներ, այնպեսի մի գովաբանական երեկո էր, որ ես այս լամաջոն հենց հիմա պետք է ուտեմ, ասեմ ոնց էր։ Ինձ թվում է ճիշտ էին գովում, որովհետև արտաքին տեսնել է այդպեսին։ Նստի Վարդան, նստի ցույց տամ։ Օրա վառում է, վառեց։ Ընկերներ, նկատենք, որ տարբերվող է լամաջոն, տաք է լամաջոն, անմահական, արփինեի սարկած լամաջոն շատ լավն է, անտիրա, մենք էլ լիդեր սուպերմարկետ բիստրոյում ենք, ֆուդ կորտում, որը շատ լավն է Վարդան, դաժե սովված չլնես կուտես էլի, այդպես լավն է, անտիր, Մարտունիում տիրապետում են լամաջոյի կանոններին, բայց ասեմ ձեզ, որ մեր գեր նպատակը, ասես մատ 07 է, բայց առած տաքսիի զնակ, գնանք հասնենք, ընկերներ, լամաջոն ենքան լավն է, որ հələ ուտում եմ, ու մենք ասում ենք արդեն ներքին գետաշեն, Վարդանը հանեց ու սկսեց նկարել, ես էլ չգիտեմ հիմա, լամաջո ուտեմ, թե խոսամ, ավելի լավ է լռեմ, սա լռելու պահն է։
Ալո, Մհեր ջան, հա, ես հիմա ներքին գետաշեն եմ արդեն։ ո՞ր մասից։ Դե այն վերին գետաշեններն ու խաշմերուկից ուղիղ անցել եմ։ Դենց արի, ասպերը շատ պտիկս։ Ընկերներ արդեն մոտենում ենք 07-ը նվիրաբերելու հասցեին։ Բան չի մնում, ներքին գետաշենում ենք հիմա ամեն ինչ լրի մեր ծրագրածի պես է գնում։ Մինչ մեր բուն անակնկալին հասնելը մենք չենք կարող անտարբեր անցնել մեր հերոստաղանների կողքով, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի, հանուն մեզ, հանուն մեր այսօրվա խաղաղության, որ նման խաղաղ գեղեցիկ օրերում կարողանանք նվերներ տալ եւ ստեղծագործել նոր գեղեցիկ իրականություն։ Շնորհակալ ենք բոլորին եւ մենք չենք մոռանում։ Միշտ հիշում ենք եւ խոնարհվում ենք նրանց արած գործի առաջ։ Բարեկամներս, հիմա մենք գնում ենք իմ ժամանակին երազանք էր իմ համար Զաֆիրան, Զաֆիրայի ետևից։ Հələ տես ինչա գրած։ Հələ մի տես ինչա գրած։ Գնում ենք հիմա Զաֆիրայի հետքերով, որ հասնենք մեր 07-ին։ 07, որը շուտով կհասնի իր իսկական տիրոջը։ Իսկ տերը անգամ փոքրիկ պատկերացում չունի, որ 07 է ունենալու հաշված րոպեներ հետո։ Մեր ատոմը ուղղակի ապշելու է 07-ի գեղեցիկ ու շլացուցիչ տեսքից։ Ներքին գետաշենում անուշ աղբերները փոքրիկ քշում են հեծանիվ։ Արդեն շատ տեսա, շատ նկատեցի, որ հեծանիվասերերը այսօր այստեղ շատ են։ Իսկ հիմա մենք գնում ենք մեր անուշ աղբեր մհերի հետևից, որպեսզի գտնենք 07-ը։ Հեսա կանաչ դարպասից է դուրս գալու, հա ոնց որ 07-ը։ Տես դեմով է կայնած, թե զատնի։ Ոչինչ։ Հնդից նկարի մենք քաշում ենք բացի կարի արդեն այսպես կադրել հետ։ 07, որը շուտով կհասնի իր տիրոջը։ Այսքան լավ է, դե հիմա հանում ենք դուս։ Եթե 07 նվիրելու կլինեք, անպայման ուշադիր եղեք, որ սա լինի։ Սա կարևոր է։ Թազա թիվ է, էլի։ Լենթերը էլ է, դավայ։ Հիմա հանել են նկարից դեմով։ Լենթով, բանով, այ աղբեր ես։ Նկատենք, որ նոր սերնդի Android է այստեղ։ Android ապակի է, այո։ Սենսորը չի աշխատում, բայց ամեն ինչ ունենք։ Նկատենք նաև, որ Հուսիկ օրեղբայրը մտածել է ներքին գետաշենի ցրտաշուշ ձմեռների մասին, դրա համար ձմեռային անվադողեր նույնպես ունենք։ Մեր վեջին չի։ Դե ոնց անենք, դու արի սկսի քշել եթանք իրար հետ։ Ընդ տանենք մի լավ տեղ պահենք, ամեն մենք մեր անուշ աղբեր մհերի հետ չծանոթացանք։ Ստեփան է անունս, մհեր, շատ հաճելի է, որ դու օգնում ես մեր ատոմի անակնկալ տեղ հասցնելուն։ Սենց ենք եթում։ Հիմա գնում ենք։ Հենց հիմա։ Ես մհերը Վարդանը։ Եվ իհարկե հրեղեն սերեբրիստի 07-ը գնում ենք ատոմ աղբոր մոտ։
Կայնի տորթը մոտը տա։ Դե լավ, հեսա անդե տեղում սաղ կանենք։ Հիմա գնամ հետևից ասենց արի, էլի։ Հիմա մի Opel է եկել։ Ուզում է անցնի։ Դες կարաս մի քիչ խորը մտնես։ Բարեկամս, որ չզիջեցիր մեզ մեր նկարահանող խումբին, խմբակային, որ չխապեմ 07-ին արա, չեմ խպի։ Գնում է 07-ը։ Մհեր աղբոր ձեռքերում 07-ը ուղղակի խաղում է, խաղեր է տալիս, մհերը լավ գիտի 07-ի քշելու ձևերը։ Հատոմ, բարեկամս, դու հիմա քո համար տանը նստած չես էլ պատկերացնում ինչ է կատարվելու։ Առհասարակ պատկերացում չունես, իսկ մենք գալիս ենք։ Քո մեքենան ենք բերում, AB 554 R15 մեքենան։ Նոր սերնդի 07, 2011 թիվ, Նիվայի վալով, Սամիգազան 07 ընկերներ։ Բանդաժների մասին չեմ էլ խոսում, բայց աչքիս ատոմի սրտով չլինի կփոխի ավելի սիրուն բանդաժներ կդնի, չէ Վարդան։ Ու տենց ես չէ կարծում։ Մոտենում ենք արդեն Հոբելյարի, Հոբելյար չէ, նա վերջին զանգը ավարտել է դպրոցը ու հիմա պատրաստում է նոր կյանք մտնի, իսկ հորեղբայրը որոշել է, որ ինչ նոր կյանք, եթե նոր կյանքում չկա 07, 07-ը անպայման պետք է լինի եւ մենք այդ 07-ը կհասցնենք իր տիրոջը։ Ստեղ էր աչ ենք անում ստեղից։ Հասել ենք կարծես թե, հա։ Ջան, տորթը ուրա, տունը որտեղ է, ստից ենք մտնում։ Լսի, հիմա քար սուպերմարկետի դեմը կային, կգանք ընդ կանենք, մտի սուպերմարկետի հայտ կային։ Գնանք սուպերմարկետի բակ, տորթը վերցնենք։ Մհերը կդառնա մեր համար մեկ օգնականը, սիրուն թող կայնի այս 07-ը։ Հաստե ամենալ, տուն 2 մետր ներքև է։ Գնում ենք ընդիս մեր աղբոր վերցնենք անք։ Մենք մեզ հետ տանում ենք։ Աղբեր, ես նիվան ումն է։ Տուր ինձ արդեն, սո այս ես տուր։ Շամպայն դու էլ էր վերցել, մենք էլ ենք վերցել։ Ավելի լավ, 2 կոմանի շամպայն կանենք։ Մենք հետևորդներ ունենք մեզ հետ, հա։ Բարև ձեզ։ Հեսա մատը մոմ կդնենք։ Ինչպես նկատում եք, եռահրավառություն է այս տորթը, իր մեջ ներառում է լիքը անակնկալներ։ Մեր ատոմը հենց հիմա կզգա իսկական էմոցիաներ, կստանա նվերը ու կստանա նաև էմոցիաները։ Հորեղբայր Հուսիկը շատ լավ է մտածել ամեն ինչը։ Մեր, ես գիտես ինչ պետք է անես։ Ստես պասում ես, հենց ինձ դուս է գալի, պայթցնում ես իրա վրա, որ վախենա ջոգիր, հենց ես ու գլիս դուս եկա, պարյամու իրա վրա պայթեցրու, այսպես, ուտենա։ Հա իշնում ենք, բայց դու ես անելու, ես պատից ես դուրս գա, գմպստես վրեն։ 07-ը գիտես մոս է, մի քիչ ծալի են կայնեցրու։ Ափսոս հիդրավլիկ չի։ Բայց ատոմը կարա առնի էլեկտրական ուսիլիցել ու հզորացիչ ու ղեկը դառնա հիդրողեկ։ Հիմա վերցնում ենք քաղցրությունը գնանք ատոմ մոտ։ Ատոմն ինչ անում մա տունը։ Տունը մարդ կա էլի։ Հա, լիքն է։ Հավաքված են, բոլորին վերցնենք բերենք ստե։ Չէ, իջնեք հայա տա ավտոյը։ Հա, տունը հեսա ստե չի։ Ախպեր պրոստը հայատի չան կտենա ավտոն շուտ։ Դե ուրեմ կշիչանք, բայց մի րոպե ես գնամ նոր դու արի։
Հավաքված եմ բոլոր բարեկամներով։ Զրոյոտ խցանում պետք է առաջացնի ստե ուրեմ Բաքում։ Այս իրաց տուններ են, կանաչը։ Լիքը մեքենաներ։ Անդե շամպայնը հանդիրն դե միտե։ Բարեկամներ, մենք մոտենում ենք շատ կան, այնտե լավ է, դու արի։ Ուրեմն ստիս պետքա բանը պայթացնեն, էսի, այնտից։ Այնտե կայնի։ Հավա կայն սիրո արի, դու արի։ Ես պատկերացնում եմ, թե Հուսիկ որ եղբայրը ինչ մեծ ոգևորությամբ է ուզում այս նվերը տա։ Հա, բայց արի էսի վերց որ ստիս պայթցնես։ Պատկերացիր չէ ինքը պետք է մտ վախացնես իրան։ Դու կարաս կայնես, հենց տենաս հասավ, էսին ես պահի չերևա ու պրյամո իրա վրա պայթացրու ջոգիր, որ մեր շոկ ապրի։ Դու էլ տես Վարդան, դեմիս կգաս, տեսում ես, դեմիս կգաս, որ այդ տեսարանը տենանք պայթցնելու, հետո կֆռաս ավտոյի վրա։ Գնում ենք, մենք շնորհավորենք, որ ավարտել է։ Գնացինք։ Տատիկ պապիկի սենյակը։ Այդպես ինչ սիրուն վերջի զանգ են կազմակերպել։ Մեր Ատոմի անկյունն է գեղեցիկ։ Նա մանկուց սիրել է կարդալ, բարև ձեզ։ Մանկուց սիրել է կարդալ, դրա համար տորթը հենց գրքի տեսքով է։ Ոնց ես։ Գալիս է Մարտունաձե կանհոտը։ Ասա թող հետ էտա չերևա ավտոն։ Գնացինք։ Ես ողջունում եմ բոլորիդ, բարով եք հավաքվել։ Էդ ինչ եք անում, վերջին զանգ է շուտեր, էդ ինչ եք այսօր անում։ Ապրեք, իսկ գիտեք այս ծափերը ում համար է։ Ծափերը իհարկե մեր ատոմ։ Լավ է բոյով է սաղբեր։ Լավ է սարե վերջացրել ես դպրոցդ, վերջին զանգ ես նշել, քեզ լիքը լավ բան է։ Եկել ենք քո համար հատուկ, կենացեիք ասում մտանք խանգարենք։ Հա, որտեվ ես լսում եմ, էլի լռություն էր մի ուրիշ ձևի գեղեցիկ, հա։ Դու անակնկալ ունես, շատ սիրուն անակնկալ, աշկերտ էլ փայլում են բարեկամս, այդ խմել ես թե ուղղակի մի բան ես զգում, որ սիրուն անակնկալ ունենք, հա։ Վարդան, երևի թե գիտես չէ ինչ է լավ, իմ համար էլ նոր անակնկալ է լավ, շատ մեծ։ Կասկածում ես ում կողմից կլինի անակնկալը։ Հա։ Ում կողմից։ Հա։ Հոպար Հուսիկը այստեղ չի, չէ։ Բայց մենք հիմա իրա փոխարեն եկել ենք։ Տատիկ լավ ես։ Հա։ Ես հիշում եմ եք ես։ Դե բարով եք հավաքվել։ Հոպար Հուսիկն էլ է հավաքվել, հաշվեք մեր հետ, հա։ Ու շատ սիրում է իր ատոմ աղբոր տղային։ Ինչ ես են յան նայում, հա, ինչ կան դե։ Տատին շատ ես սիրում։ Վա տեսակ եթաս տատին կպաչես։ Հա։ Քեզ լիքը լավ նոր էմոցիաներ։ Նայի, մենք որ եկել ենք գիտես, հենց հենց չեն գալիս, ես քաղցրությունը վերցրու։ Վերջին զանգը դա իրականում առաջին զանգը, կարևոր զանգ դեպի նոր կյանք։
Պապին էլ լավ տղա է։ Ատոմ, ուրեմն նայ, վերջին զանգը իրականում հենց առաջին զանգը, առաջին լուրջ զանգը, խրող զանգը դեպի նոր կյանք։ Նոր էմոցիաներ, նոր պարտավորություններ ու պետքա լավ սովորես, այս կյանքի դասերը պետքա լավ սովորես։ Իսկ լավ սովորելու համար ով ասում հետներս դուրս գա, մի հատ բան ենք ուզում անենք մենք։ Նվեր ունենք։ Գալիս են, դե սպասի դու վերջում որ դու։ Բոլորին էլ հետաքրքիր է, թե էդ ի՞նչ նվեր է։ Ինձ էլ հետաքրքիր է, թե էդ ի՞նչ թութ է։ Ինչ է, մեր բարեկամներն են։ Հա։ Հələ փայլում է ատոմի աչքերը։ Ապրիս շատ։ Փայլում է։ Անակնկալ է։ Անակնկալ է։ Հե։ Ես այդում ենք, այն թող սա դուրս գան, թող բոլորը դուրս գան։ Մենք ամենից պետք է դուրս գանք, որ վերջինը դուրս գանք։ Հարգանքներս։ Հազար բարի։ Պապի, արի գերկեմ։ Այս համատեսը կգերկվենք։ Տատի։ Աստված զարոջուտուն տա, միշտ այդ մալուրաս տնելու։ Եկել եմ ուրախություն եմ բերել։ Այդանուր ձեր ջուղ ես ուրախություն եմ բերել։ Հիմա թող մենակ ուրախ պայրեն են։ Մեր քո շատ իցեղի։ Բայց դեռ մեզ ատոմս ինչ ուրախ է։ Ինչ փայլուն աչքեր ունի։ Փայլում է։ Ամրի տատի ջան, ամրի։ Հելենք Այսօր են ծորը սա ուրախություն էլի մերի մարևուտը միշտ ուրախ պատիվն է։ Մեր ատոմի համար, ատոմ նայ։ Ուրեմն հարգելի հավաքվածներ։ Մարդը երբ որ նոր կյանք է մտնում, պետք է բոլորը ոգևորեն։ Ու շատ լավ է որ ատոմը ունի ոգևորող հոպար։ Արի հետս, արի հələ, արի։ Այս տելը դուրս արի։ Հոպարը կեզ բան էր խոստվե, չէ։ Հենա խոստվածը։ Ատոմ, ես տեսել եմ կինոների մեջ տեսել եմ, որ մեկին ավտո են նվեր տալի, այդ ենք անում, հիմա ուզում եմ դու անես, արմտել դու քո ձեռով, բայց լավ շարժի, որ բանը լի, ապետ ատոմ, տովայ դա, ես էլ ասում եի ավտոն լվանանք, հենա լվացինք, ատոմ ուրեմ սենց նվերներ, մեծ պատասխանատվություն է, Հոպարը մեծ ռիսկի է գնացը քեզ ես նվեր տալուց, պատասխանատվությամբ ես մոտենում ու Հոպարը ասել է 10 տարի եսի լավ կշի, բրաբուս է տալու, հոպարն է ասել Տուր ինձ, նստի այդ ես շամպայնոտ ձերքերով նստի ավտոն մծրու հայատ, տար, մեր աղբեր տեսար ինչ է լավ, ես ճիշտ է, հելը դու իրան նկարի էլի մոտիկից, այդ հուզմունքը ես զում եմ, որ բոլոր ապրեն ունենան այդ հուզմունքը, տեսար զիմնի պաղիշկա էլ ունես, հոպար է տենց ամեն ինչ արելա, որ անվտանգ էլ ես, լավ էլ ես, աղբերս, տեղ տպեք, 07-ն է գալի։ Դե մա ծապերով դիմավորեք ես մեքենան, թող ես ավտոյով հարսիկ բերի, երեխեքի ծնդատնից բերի, հետո հոպարը բրաբուս է տալու, յաշիկ է տալու, հոպարն ասել է, ասել է 10 տարի կշում է ու Առոժ մացեք, երջանիկ մացեք ասում է 10 տարի կշում է, առնում եմ յաշիկ Տասված առոժ մնա, մեր բոլոր հայ ազգը Առոժ մնա, երջանիկ մնա, փորձանքից հեռու մնան Միշտ թող ես են ուրախություն մեր հայ օջախներում յանի Կուրբանց ես Աստված կյանք տացես Ատոմին հիմա շնորհավորում են Առել է պապի հետ խփի, բայց այսօր չքշես, խմի Ես ուրախություն թող մեր հայ օջախներում միշտ յանի Աբրիկ
Երջանիկ մնաք, ուրախ այլի տղա։ Հա, ես սենց էլ ուզում էի որ ելնել, որ այսպես որ դու հուզվես ուժեղ։ Էդ ի՞նչ է, այդպես պետք է անեն։ Որո, էդ ի՞նչ է։ Դրանք լցեք։ Լցի սոխտան։ Դեմ դրանով է գնալու, ասում լցեք։ Որացել է որ դիմնա այդ։ Շնորհավոր։ Ամենակարևորը իր ձերջանը։ Առոջ Թերով մեքենա ալնի, Ատոմ ջան, դու տեսած ես, դու դրա չտեսու չես։ Դե եկես հենց ավտոներ փոխեց, ամեն անգամ փոխելուց ավելի լավ է, ավելի։ Ես ասել եմ ոնց ալելու։ Ոչ 10 տարի հետո։ Ոչ թե ստիպված ավտո ճարես առնես, այլ փոխես լավի համար։ Ամեն անգամ մարգամ փոխես, ավելի թարմը, ավելի բարձր, որտեղ ավելի լավ մեքենաներ քշես։ Ատոմ, Քո հաջողությունը։ լասա, հոպարին մի բան ասա։ Եկել ես շնորհավոր ես։ Ոպես ապրիշատ։ Ասա մի բան ասա, որ բրաբուսը լարնի։ Աստված։ Ամփորձանք քշես ամենակարևորը։ Ձեզ էլ բարձր տրամադրություն, ես գնում եմ, դուք մնում եք։ Չէ, ես լսեք, այս անգամ մամայից ծնունդն է գնում եմ։ Ուրախ ծնունդ է։ Եթե մի քիչ մնամ, կարող այլեմ ես ավտոն տանեմ մամային նվեր, դրա համար պետք չի մնամ։ Դե գնացի ձեզ լավ որ։ Ախպեր, դա ընդամենը իր ամբողջ կյանքում պայթում է մեկ անգամ, նայ, մեկ անգամ։ Հետո ինչքան էլ անես չի պայթի։ Բայց հաջորդին ես կամար մտ կբերեմ թազան։ Ասես վերջ հիշողություն, որ դու էլ ունենաս բան 07 նվեր։ Իսկ ով ուզում է ունենա նման նվեր, կարճ ու գեղեցիկ ձևը ասեմ, տարածեք այս տեսանյութը, ուղարկեք ամբողջ աշխարհին, ոնց էլ չլինի մեկը կլինի, որ ձեզ 07 նվեր կտա։ Վստահ եմ, չէ՞ Վարդան։ Ես էլ հիմա ամբողջ աշխարհին իլուր ասում եմ, փնտրում եմ ящик նվեր տվող։ Հենց էլ նի խաբար արա ախպերս։ Ես մեծ սիրով կընդունեմ այդ նվերը։ Մեր բարեկամս, արի քեզ տանենք ձեր տուն, եթե դու ստե չես մնալու։ Տանեմ։ Հա, ախպերս պատի եթանք։ Արի տանեմ, բրատ։ Հա, այնյանով նստի։ Հիմա մեր ախպոր հետ մերին պետք է տանենք։ Մերին պետք է տանենք իր օջախ, ու մենք գնանք։ Ապի երտամի մատով, վերցին կամ, հա։ Գիկամ, բայ։ Տեսար, որ արդյունքներ եղան Վարդան, դու տեսար։ Ես զգում էի, որովհետև եթե ինձ էլ վերջի զանգի ժամանակ մեքենա նվիրեին, ես էլ կարտասվեի հələ ձենով կլացեի, կասեի, այդ ոնց է լավ, այդ ինչ ուրախ եմ ես, տես բաներ էի ասել, էլի։ Մեր որ քեզ էլ նվեր տային, չէիր ուրախանա։ Արդյունքոտ վեր աչքերդ լացեիր, օրինակ ես կլացեի ուժեղ։ Հուզմունքից։ Բայց հիմա պատկերացրու խոսքի կաղանից ящик տան, էլի կլացեմ, որ նվեր տան, էլի, կլացեմ հուզմունքից։ Ներքին գետաշեններ կադրերում, ինչքան գանք, լավ խաբարներով գանք, հարգանքով եւ բարևներով։ Դավայցի փոքրիկներ, լավ մնացեք, լավ մարդիկ մեծացեք։ Իսկ մենք շարունակում ենք մեր ճշմարիտ ճանապարհը դեպի մեր աղբոր տուն, մերին տանենք իր Զաֆիրանոյի մոտ ու մենք գնանք Եղեգնաձոր։